Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, փառք Աստծո, որ Աստված կյանք տվեց, առողջություն տվեց, կարող ենք գալ իր ոտքերի առջև եւ սովորել իրենից։ Այսօր կշարունակենք Աստվածաշի ուսումնասիրության ձեռնարկի շաբաթօրյա դպրոցի դասերը, որը կոչվում է Քրիստոսի հանդեպ գերագույն հավատարմության կներեք ուղերձ Եփեսացիներին եւ այսօրվա դասը, որը արդեն 11-րդն է, կոչվում է Քրիստոսի հանդեպ գերագույն հավատարմության դրսևորում եւ այսօր արդեն հասել ենք վերջին գլխին, ուսումնասիրենք գլխի առաջին մասը 1-ից մինչև 9-րդ համարները եւ հիշելու համարն է եւ թող Աստված օգնական լինի մեզ այս ուսումնասիրության մեջ եւ մենք ընկալենք այն ոչ միայն մեր ուղեղով, այլ նաեւ մեր սրտով, որպեսզի վիճակի լինենք իրականացնենք մեր կյանքում Աստծո խոսքը։ Այսօրվա հիշելու համարն է Եփեսացիների 6-րդ գլխի 9-րդ համարը եւ դուք տերեր նույնն արեք նրանց, այսինքն ծառաներին, սպառնալիքը թողնելով, իմացեք, որ թե նրանք, թե դուք երկնքում Տեր ունեք եւ նրա առաջ կողմնակալություն չկա։ Պողոսը սա գրում է սրկատերերին եւ 2018 թվականին Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանում գտնվող մի կրճատված Աստվածաշունչ մեծ ուշադրություն գրավեց իր վրա եւ այդ Աստվածաշունչը իրական նախատեսված էր ստրուկների համար եւ ուսուցանում էր հավատի հիմնական կետերը, սակայն դրանից ջնջված էին այն հատվածները, որը կարող էր ստրուկների շրջանում ապստամբություն հրահարել։ 1808 թվականին հրատարակված այս գրքից պարզապես մի քանի հատված չէր հեռացված, դրանում բացակայում էր 5 կտակարանի 90, իսկ նոր կտակարանի 50%-ը Աստվածաշնչի 1179 գլուխներից գնացել էր միայն 232-ը։ Ոչ թե ապստամբություն հրահրել, այլ այս համարները ավելի շատ նպաստում են ստրկատիրությանը, դրա համար հանվել էին այդ համարները։ Լիովին անփոփոխ էին մնացել այն հատվածները, որոնք կարծես ամրապնդում էին ստրկության ինստիտուտը, հատկապես բարի լուրի մասին աստվածաշնչյան պատմվածքների մեծ մասի բացակայության պայմաններում, այսինքն ոչ թե իրականում ամրապնդում էին ստրկության ինստիտուտը, այլ թվում է, թե թվացյալ կարծես թե, եւ մենք այստեղ ուսումնասիրենք եւ կտեսնենք արդյոք Պողոսը այս համարներում ամրապնդում է ստրկատիրությունը, թե հակառակը դեմ է ստրկատիրության։ Ուրեմն կարդանք առաջին 6-րդ գլխի առաջինից մինչև 3-րդ համարները, որը ասում է. որդիներ, հնազանդ եղեք ձեր ծնողներին Տիրոջով, քանի որ սա է ճիշտը, պատվիր քո հորն ու մորը, սա է առաջին պատվիրանը, որն ուղեկցվում է խոստումով, որպեսզի բարիք գտնես ու երկրի վրա երկար ապրես։ Հայրեր, ձեր զավակներին մի բարկացրեք, այլ նրանց Տիրոջ խրատով ու կրթությամբ մեծացրեք։ Աստվածաշունչը կենցաղային խորհուրդներ է տալիս սովորական կենցաղային կյանքում, թե ինչպիսի հարաբերություններ լինեն ընտանիքում, ծնողների եւ զավակների միջև։ Ուրեմն, որպեսզի ճիշտ հասկանանք Պողոսի խորհուրդը զավակներին, ապա մենք պետք է իմանանք, թե ինչպիսի պատմական իրավիճակ էր տիրում Եփեսոսում, որովհետև
երեխաներ եզրույթը հունարեն տատեկնա վերաբերվում է տարիքային լայն միջակայքի, քանի որ երեխաները մնում էին իրենց որ իշխանության ներքո մինչև վերջինիս 60 տարին լրանալը ըստ հունական ավանդույթի, իսկ ըստ հռոմեական ավանդույթի մինչև նույնիսկ իրենց մահը, այսինքն մինչև ծնողը մահանար կամ իրենք մահանային։ Այս երեխաները երիտասարդ են այնքան, որ գտնում են ծնողական դաստիարակության ներքո, միևնույն ժամանակ այնքան հասուն, որ աշակերտ լինելու իրավունք ունեն։ Մենք լսում ենք, թե ինչպես է Պողոսը կոչ անում քրիստոնեական ժողովներում երկրպագող երեխաներին հնազանդվել և պատվել իրենց ծնողներին Տիրոջով, Քրիստոսով։ Մեզ կոչ է արվում հարգել երեխաներին որպես Քրիստոսի աշակերտների և ակտիվորեն ներառել նրանց երկրպագության մեջ։ Սա հիմնաքարային տեքստ է ծնողական դաստիարակության և երեխաներին երկրպագության մեջ ներառելու համատեքստում։ Պողոսը կույր հնազանդության կոչ չի անում։ Չի ասում ծնողդ ինչ որ ասի, էն էլ արա, վատ, թե լավ։ Հակառակ ասում է Տիրոջով, ինչպես կանանց ասում էր, ինչպես վայել է Տիրոջում, նույնպես զավակներին է ասում, այո, ասում է հնազանդվեք, բայց մինչև այնտեղ, որտեղ դա համապատասխան է Աստծո կամքին, Տիրոջ կամքին։ Եթե ծնողը խնդրում է մի բան, որ Տիրոջ կամքին համաձայն չէ, չի կարելի անել, որովհետև դա մեղք է։ Եվ Էլեն Ուայթը ադվենտիստական ընտանիք գրքում Edge 253-ում գրում է. Երբ ծնողների հրահանգները հակասում են Քրիստոսի պահանջներին, որքան էլ ցավալի լինի, նրանք, երեխաները, պետք է հնազանդվեն Աստծուն և հետևանքները վստահեն նրան։ Երեխաներին ուղղված հորդորը Պողոսն ավարտում է 5-րդ պատվիրանի մեջբերմամբ, ցուցադրելով այն բարձր արժեքը, որ ինքը հաղորդում է 10 պատվիրաներին որպես առաջնորդության աղբյուր քրիստոնյա հավատացյալների համար։ Պողոսը երբեք չի ասել տասնաբանյա պատվիրանը ջնջված է, ինչպես ուզում եք վարվեք, այլ հակառակը, միշտ ինքը նշում է իր թղթերում, որ դա մեր կյանքի իրական ուղղողն է, ուղեկցողն է, ուղղություն տվողն է։ Ուրեմն նա սկսում է մեջբերումը, պատվիր քո հորն ու մորը, ավելացնում է մեջբերումը իհարկե 5 կտականից, ավելացնում է հեղինակային դիտողություն, սա է առաջին պատվիրանը, որն ուղեկցվում է փոխհատուցման խոստումով, ապա ավարտում է մեջբերումը, որպեսզի բարիք գտնես և երկրի վրա երկար ապրես։ 5-րդ պատվիրանը վկայում է, որ ծնողներին մեծարելը մարդկանց բարգավաճման ուղղված Աստծո ծրագրի մի մասն է։ Ծնողների հանդեպ հարգանքը, որքան էլ նրանք անկատար լինեն, կօգնի պահպանել առողջություն ու բարեկեցություն։ Այսինքն, Պողոսը, երբ որ ասում է հարգեք ձեր ծնողներին, չի նշանակում, որ իրենց նույնիսկ սխալ պատվերները կատարել։ Բայց նաև չի նշանակում, որ երբ որ ծնողի սխալ պատվերը չենք կատարում, ուրեմն չենք հարգում ծնողին։ Ոչ, հարգել ծնողին նշանակում է հոգ տանել նրա մասին և հնազանդվել այնքանով, ինչքանով, որ իրանց խոսքը համապատասխան է Աստծո խոսքին։ Այստեղ կարելի է բերել Հովնաթանի օրինակը, Սավուղի որդու։ Հովնաթանը շատ հավատարիմ էր Աստծուն և նա հասկանում էր, որ Դավիթը Աստծո ընտրյալն է և ինքը պիտի թագավորի իր հորից հետո։ Ինքը առաջնեկն էր Սավուղի, բայց երբեք չնախանձեց Դավիթին, այլ հակառակը ընդունեց, որ իրոք Դավիթը Աստծո ընտրվածն է և ինքը պիտի թագավորի իր հորից հետո։ Սավուղը շատ էր ջղայնանում դրա պատճառով Հովնաթանի վրա և ասում էր, քանի դու պաշտպանում ես Դավիթին,
Եվ շատ անգամ օգնում էր Դավիթին կյանքը փրկվել, որպեսզի Դավիթի կյանքը փրկի, որտեղ Սավող ուզում էր սպանել Դավթին, բայց Հովնաթանը պաշտպանում էր։ Եվ որքան էլ ինքը հարգում էր իր հորը, մենք տեսնում ենք, որ շատ էր հարգում Հովնաթանը Սավողին, երբեք նա չլքեց իր հորը, չնայած հայրը անհնազանդ էր Աստծուն, նույնիսկ մինչև մահ ինքը եղավ հոր կողքին։ Բայց երբ որ հայրը ասում էր մի բան, որ համապատասխան չէր Աստծո կամքին, ինքը չէր անում, ուղղակի չէր անում, եւ փորձում էր հորը հասկացնել, որ ինքը սխալ է։ Իհարկե հարգալից ձևով։ Թող Հովնաթանը միշտ օրինակ լինի մեզ համար։ Եվ մյուս համարներում ասում է հայրեր, 4-րդ համարում ասում է հայրեր, ձեր զավակներին մի բարկացրեք, այլ նրանց Տիրոջ խրատով ու կրթությամբ մեծացրեք, ինչպես միշտ Պողոսը սկզբում ասում է ինչ չանել, հետո ասում է ինչ անել։ Ուրեմն նա նախ ժխտական հրահանգ է ողում հայրերին, ձեր զավակներին մի բարկացրեք, որին հաջորդում է դրականը, նրանց Տիրոջ խրատով և կրթությամբ մեծացրեք։ Պողոսի օրերում հայրերը լիակատար օրինական իշխանություն ունեին իրենց երեխաների վրա, երեխաները համարվում էին հոր սեփականությունը, հայրերն իրավունք ունեին իրենց երեխաներին ենթարկելու դաժան պատժի, ընդհուպ մինչև մահվան ելքով։ Որոշ առումներով հոր իշխանությունն իր երեխաների վրա գերազանցում էր ստրուկների վրա Տիրոջ ունեցած իշխանությանը։ Պողոսը նման իշխանությանը հավանություն չի տալիս, այլ համարձակորեն պարզաբանում և վերաձևավորում է ընտանեկան հարաբերությունների ընկալումը։ Ուրեմն հիմա էլ շատ ծնողներ, քանի որ իրանք են ծնել և մեծացրել իրենց զավակին, համարում են իրենց սեփականությունը։ Բայց զավակը ծնողի սեփականությունը չէ, այլ Աստծո սեփականությունն է։ Չնայած որ ծնողը ծնել է զավակին, բայց Աստված է ստեղծել և կերտել մոր որովայնում այդ զավակին։ Եվ իրականում երեխան պատկանում է Աստծուն, այլ ոչ թե ծնողին։ Եվ Աստված մեզ վստահում է այդ երեխային, որպեսզի մենք ճիշտ ճանապարհով նրանց կրթենք և դաստիարակենք, բայց երբ մենք կարող ենք դա անել, երբ որ ինքներս ճիշտ ճանապարհի վրա լինենք, երբ որ ինքներս ճիշտ ճանապարհով քայլենք։ Ցավոք, քանի որ շատ ծնողներ սխալ դաստիարակություն են ստանում իրենց ընտանիքներում և հնարավորություն չունեն կամ էլ ունեն չեն ուզում Աստծո խոսքը կարդալ և հետևել Աստծո խոսքին, ապա ընտանեկան մթնոլորտը դառնում է շատ տհաճ, որովհետև տիրում է ստրուկի և ստրկատիրոջ հարաբերություններ, կամ լրիվ փչացնում են երեխային, իրանք են երեխայի ստրուկը դառնում, շատ անգամ երեխան ինչ ասի, ոտքը խփի, գետնին ասի, ես եմ ուզում պիտի անեն, ստրուկի պես, կամ էլ իրենց երեխային ստրկացնում են և շատ վատ բաներ են սովորացնում, գիտեմ, լսել եմ դեպքեր, որ ծնողը ուղարկում է երեխային մուրացկանություն անելու, փոխանակ ինքը գնա, աշխատի և երեխային էլ նպաստի, որ երեխան սովորի դպրոցում, երեխան փոխարեն դպրոցում լինի, գնում է մուրացկանություն անելու։ Իհարկե դա շատ տհաճ և սխալ երևույթ է, կամ երեխային սովորեցնում է գողանալ, ստել, դա նշանակում է, որ երեխային մեծացնում է սխալ ճանապարհով և մենք պատասխանատու ենք մեր երեխաների դաստիարակման համար։ Աստված
բոլոր ծնողներից պահանջելու է այդ պատասխանատվությունը եւ ասել է ուր է քո զավակը, ինչ արեցիր դու քո զավակի հետ, ուրեմն այս երկու ծայրահեղությունների մեջ չընկնենք, ոչ դառնանք երեխայի ստրուկը, ոչ էլ երեխային դարձնենք մեր ստրուկը, ասենք ես քեզ ծնել եմ, մեծացրել եմ, տանջվել եմ, ուրեմն ինչ որ ասեմ, իմ խոսքը քո համար օրենք է, ոչ։ Ծնողի խոսքը չի կարող օրենք լինել, Աստծո օրենքն է, յուրաքանչյուրի համար օրենք, թե ծնողի համար, թե երեխայի համար։ Եթե ծնողը պահանջում է մի բան, որ հակառակ է Աստծո օրենքին, երեխան պարտավոր է չհնազանդվել իր ծնողին, որտեղ այդպիսով թե ինքը դժբախտության մեջ կընկնի, թե կնպաստի իր ծնողի վատ բնավորությանը եւ վատ արարքներին։ Նույնը, ուրեմն, ծնողները պետք է հարգեն իրենց երեխաներին, որտեղ իրականում այդ երեխաները պարգև են Աստծուց ամեն մի ծնողի, եւ մենք պարտավոր ենք հաշվետվություն տալ այդ երեխաների համար, թե մենք ինչ Աստված պատիվ է տվել հատկապես մայրերին կերտելու մարդկանց բնավորությունը։ Ինչու՞ չէ նաև կերտելու ֆիզիկապես, որտեղ մոր գիտելիքներից շատ բան է կախված, այսինքն գիտելիքներից առողջապահության մասին, թե ինչպես իր երեխային մեծացնի, որպեսզի երեխան առողջ մեծանա, ճիշտ զարգանա, թե ֆիզիկապես, նաև թե մտավոր եւ թե հոգեպես։ Ծնողը իր լավագույնը պիտի անի, որպեսզի երեխան ճիշտ զարգանա, թե հոգեորապես, թե ֆիզիկապես, թե մտավոր։ Այլ ոչ թե ասի ես քո ծնողն եմ, ոտս խփում եմ գետին, ինչ որ ասում եմ, էլ պիտի անես։ Ասում եմ գնա գողացի, պիտի գնաս անես, գնա ստի, պիտի գնաս անես, կամ բայց ինչ որ ծնողը խորհուրդ է տալի, չի հակասում Աստվածաշնչին, այո, իհարկե, պետք է հնազանդվել, որտեղ դա հասարակ հարգանք է ընտանիքի մեջ, ծնողը պիտի հարգի երեխային, երեխան պիտի հարգի ծնողին, բայց երբեք հարգանք մի սպասեք ձեր երեխաներից, եթե դուք իրենց վերաբերում եք որպես ստրուկի, որպես առարկայի, որպես ձեր սեփականության։ Ուշադիր լինենք, թե ինչպես ենք մենք վարվում մեր երեխաների հետ։ Պողոսը ուրեմն Քրիստոսի հանդեպ գերագույն հավատարմության համատեքստում Պողոսը քրիստոնյա հայրերին կոչ է անում վերանայել իրենց իշխանության կիրառումը, քանի որ բորբոքված երեխաներին ի վիճակի չեն լինի ընդունելու տիրոջ խրատ ու կրթությունը։ Այսինքն երեխային գրգռում ես, բարկացնում ես անտեղի, եւ այդ երեխան էլ չի կարող ընկալել Աստծո խրատող խորհուրդը, մանավանդ, եթե քո խրատող խորհուրդը հակասում է Աստծուն։ Եվ նորից կարդանք Էլեն Ուայթ երեխաների դաստիարակություն գրքից, էջ 259, հայրեր եւ մայրեր, տանը դուք պետք է ներկայացնեք Աստծո բնավորությունը, դուք պետք է հնազանդություն պահանջեք, ոչ թե փոթորկուն բառերով, դու պարտավոր ես, դու իմ երեխան ես, այլ բարի, սիրալիր կերպով։ Տանը եղեք բարի եւ խաղաղ։ Հրաժարվեք անսուրբ բնավորություն հրահրող յուրաքանչյուր բառից։ Հայրեր, ձեր զավակներին մի բարկացրեք, սա Աստծո հրահանգն է։ Աստծո խոսքում ծնողների դաժանության կամ ճնշումների, ինչպես նաև որդիական անհնազանդության ոչ մի թույլտվություն չկա։ Ինչպես ընտանիքի, այնպես էլ ազգերի կառավարման համար տրված Աստծո օրենքը բխում է անսահմանորեն սիրող սրտից։ Եվ շարունակենք կարդալ 6-րդ գլուխը,
արդեն հաջորդ համարներում Պողոսը դիմում է ծառաներին կամ ստրուկներին. ծառաներ, ձեր մարմնավոր տերերին հնազանդ եղեք վախով ու դողալով, ձեր սրտի անկեղծությամբ, ինչպես Քրիստոսի։ Տեսեք, էլի նույնն է, ինչպես ասում է կանանց, ինչպես վայել է Քրիստոսում, ծառաներին էլ ասում է, ինչպես Քրիստոսին, այսինքն եթե քո տերը պահանջում է քեզանից մի բան, որ համապատասխան է Աստծո խոսքին, այո, եղեք բարի եւ արեք, բայց եթե հակասում է Աստծո խոսքին, շատ հարգալից ձևով կարելի ասել, որ ես դա չեմ անի, որտեղ հակասում է իմ հավատքին եւ Աստծո խոսքին։ Ոչ թե մարդկանց աչքի առաջ հաճելի եղողների պես ծառայելով, այլ ինչպես Քրիստոսի ծառաներ, որ սրտանց Աստծո կամքն են կատարում։ Հոժարությամբ ծառայելով Տիրոջը եւ ոչ թե մարդկանց։ Իմացեք, որ ամեն մեկը ծառա թե ազատ, ինչ բարիք որ անի, նույնը Տիրոջից կստանա։ Այսինքն Պողոս այստեղ նկարագրում է, որ ծառայություն անելը դա բարիք է։ Եվ ընդհանրապես ամեն գործ, ամեն աշխատանք այս երկրի վրա դա ծառայություն է։ Եվ լավ կլինի, որ մենք ծառայենք բարիք անելով, այլ ոչ թե նայելով մեր շահերին։ Ուրեմն, ինչպես որ Պողոսը նշում է, որ կուրորեն պետք չէ հնազանդվել ծնողներին, նույն ձևի կուրորեն պետք չէ հնազանդվել քո տերերին։ Եվ մենք գիտենք, որ տներում էին հավաքվում այդ վաղ եկեղեցիները, եւ այդ եկեղեցում նստած էր եւ ծառան, եւ տերը, եւ լսում էին Պողոսի գրած նամակը։ Հունահռոմեական աշխարհում ստրկությունը էականորեն տարբեր էր նոր աշխարհում, այսինքն երկու Ամերիկաներում, որ ստրկատիրություն էր տիրում, եւ հյուսիսային եւ հարավային Ամերիկաներում։ Նոր աշխարհում հետագայում արկա ստրկության ձևերից։ Այն չէր դրսևորվում միայն որոշակի էթնիկ խմբի վրա։ Քաղաքային տնային ստրուկներին հաճախ թույլատրվում էր կրթություն ստանալ, եւ նրանք կարող էին աշխատել որպես ճարտարապետներ, բժիշկներ եւ դառնալ փիլիսոփաներ։ Հիշենք Հովսեփի պատմությունը, որ Հովսեփը չնայած ստրուկ էր, բայց ինքը կրթություն ստացավ, ինքը հետո հասավ շատ հաջողությունների։ Ստրուկներից ոմանք ազատություն էին ստանում ծառայության որոշակի ժամկետից հետո, թեև ստրուկների մեծ մասը այդպես էլ երբեք ազատություն չէր ստանում։ Այդպիսի տարբերություններն ընդունելու փորձ անելով Աստվածաշնչի վերջին մի շարք թարգմանություններում հունարեն դուլոս ստրուկ եզրույթը հնչում է որպես ծառա։ Ուրեմն նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում երբ որ ստրկատիրություն էր, այստեղ էլ ստրուկներ ունեին որոշ իրավունքներ, կարող էին կարդալ սովորել, կարող էին հավաքվել միասին, ծառայություն ունենալ եւ շատ ուրիշ իրավունքներ։ Բայց երբ որ մի մարդ, որի անունը չեմ հիշում, որոշեց ապստամբել, իհարկե այդ ապստամբությունը կյանքեր խլեց, տասնյակ կյանքեր եւ ստրկատերերից եւ ստրուկների կյանքերը, բայց այն ոչ մի լավ բանի չհասցրեց, այլ միայն վատացրեց։ Դրանից հետո ստրուկները իրավունք չունեին կրթվելու եւ իրավունք չունեին հավաքվելու միասին, այսինքն շատ իրավունքներից իրենց զրկեցին եւ ապստամբելը փոխանակ օգնելու հակառակը ավելի վատ ազդեցություն թողեց։ Այդպիսի տարբերություններն ընդունելու, ուրեմն մենք կարդացինք, որ քաղաքային տնային ստրուկներին հաճախ թույլատրվում էր կրթություն ստանալ, բայց
Գյուղական վայրերում ստրուկները բարբերաբար տաժանակիր աշխատանքի էին ենթարկվում, անկախ ծառայության վայրից, քաղաք էր, թե գյուղ էր, ստրուկները հաճախ ենթարկվում էին ստրկատիրոջ գրեթե անսահմանափակ իշխանությանը, որը նրանց կանանց ու երեխաների տերն էր։ Նախկին ստրուկ Պուբլիլիոս Սիրոսի աղաղակը հանգիստ չի տալիս, հիասքանչ է մեռնել ստրուկ դառնալու փոխարեն։ Հաշվի առնելով այս իրողությունները, դուլոս բառն ավելի ճիշտ է թարգմանել ստրուկ, հատկապես երբ այդ ստրուկներն ապրում են իրենց տերերի սպառնալիքի ներքո։ Ստրկությունը միշտ առկա է եղել Պողոսի օրոք, նա դրան անդրադառնում է ոչ թե որպես սոցիալական բարեփոխիչ, այլ որպես հովիվ, որը խորհուրդ է տալիս հավատացյալներին, թե ինչպես վարվել ներկա իրողությունների հետ և նոր տեսլական ձևավորել, կենտրոնացած անհատ հավատացյալի վերափոխման վրա, որը հետագայում կարող է ազդեցություն ունենալ նաև հասարակության վրա։ Նրա տեսլականը հռոմեական կայսրության ստրուկներին ազատություն պարգևելը չէր։ Այն միանգամայն այլ բան էր, քան օրինական ազատագրումը։ Նա պայքարում էր նոր արարման համար, որը հիմնված կլիներ որպես Աստծո զավակների որդեգրած եղբայրների և քույրերի ընկերակցության վրա։ Ըստ Պողոսի սոցիալական հեղափոխությունը պետք է տեղի ունենար եկեղեցում, մարդու սրտում, Քրիստոսի մարմնում, տեղական մակարդակում, ինչպես նաև քրիստոնեական տնային եկեղեցիներում և ընտանիքներում։ Սա գրել է Սքոթ Մաքնայթը նամակ Փիլիմոնին H1011։ Քրիստոնեական պատմության մեծագույն բծերից մեկն այն է, որ ոմանք օգտագործել են ստրկության մասին աստվածաշնչյան այս տեքստերը արդարացնելու ստրկությունը։ Բայց Պողոսը չի արդարացնում ստրկությունը։ Նա այստեղ չի արդարացնում ոչ ստրկությունը, ոչ էլ ապստամբությունը։ Նա պրակտիկ երգ է ցույց տալի այդ վիճակից։ Այսինքն, եթե ապստամբությունը չի օգնում ստրուկի վիճակի բարելավմանը, ուրեմն կա ուրիշ ճամփա, որ Հիսուս Քրիստոսն է ապահովել, որովհետև մեր փրկությունը անհատական է։ Այստեղ ինքը ցույց է տալիս, որ դուք կարող եք վերաբերվել ձեր գործին որպես բարիք անելու միջոց, հնարավորություն։ Հիմա էլ, եթե անդրադառնանք մեր հիմիկվա կյանքին, շատերը կարծում են, թե այսօր ստրկատիրություն գոյություն չունի, ունի։ Շատ անգամ գործատուները կանչում են աշխատողին, ասում են մի քանի օր, ասենք մի շաբաթ կամ մի ամիս ձրի աշխատի, որ տեսնենք արդյոք դու կարող ես այս գործը անել, հետո նոր քեզ կձևակերպենք, սակայն դա իրականում հակասում է օրենքներին, որովհետև դա նշանակում է, որ դու շահագործում ես մարդու ժամանակը և ուժերը և չես վճարում դրա համար։ Դա իրական ստրկատիրություն է։ Հետո էլ մահանա են բռնում, թե դու լավ չես աշխատում, գնա, կամ էլ այդ մարդը տեսնում է, որ չի վճարվում, մի ամիս անցավ, ասում է վաղը կտամ փողը, վաղը կտամ և չի տալի, և իրավունքների պաշտպանություն իրականում չկա տվյալ երկրում, և այդ մարդը թողում գնում է, այսինքն ձրի ծառայած, ստրկություն արած, թողնում գնում է։ Եվ այս մարդը ուրիշին է վարձում։ Գիտեք, այդ տերն ու ծառան, հիշում եք այդ պատմությունը, իմ շատ սիրելի գրվածքներից մեկն է, որը ցույց է տալիս, թե ինչպես են վատ մարդիկ, վատ բնավորության մարդիկ վարվում իրենց ծառաների հետ։ Եվ հիմա շատ մարդիկ իրենց գործերին, չնայած վճարվող, վերաբերվում են որպես ստրկություն, որտեղ չեն սիրում իրենց տվյալ գործը և համարում են, որ իրանք թերագնահատված են, այսինքն ճիշտ աշխատավարձ չեն ստանում իրենց ծախսած ժամանակի և ուժերի համեմատ, կապ չունի մտավոր թե ֆիզիկական ուժերի, և այս պրոբլեմը միշտ եղել է։ Եվ
քանի որ մենք ապրում ենք մեղավոր աշխարհում, մեղավոր մարդկանցով շրջապատված, եւ քանի որ շատ մարդիկ ընտրում են լայն ճանապարհը եւ ընտրում են սատանային լսել ավելի, քան Աստծուն։ Իսկ Աստված հորդորում է յուրաքանչյուրին, կապ չունի մարդը ինչ աշխատանք է կատարում, ծառա է, թե տեր է, պաշտոն ունի, թե չունի, բժիշկ է, թե հիվանդ է, աշակերտ է, թե այո, աշակերտությունն էլ է գործ, թե ուսուցիչ է, աշակերտությունը երեխաների գործն է։ Եվ կապ չունի, թե դու հավաքարար ես, թե plumber ես, այսքան երկաթի հետ գործանող ես, կամ տարբեր մասնագիտություններ կա։ Բոլորովին կապ չունի, թե ինչ գործ ես անում։ Աստծո համար կապ ունի, ասում այնպես աշխատեք, արդյոք Աստծո համար եք անում։ Թե դու ինչպես ես քո գործը անում, ինչպես ես վերաբերվում քո գործին։ Արդյոք սթից ես, սուտ ձևով ես անում, այսինքն իբր թե աշխատում ես, բայց իրականում լավ չես աշխատում եւ դրանով խայտարակում ես Աստծուն։ Ուրեմն, եթե ես որոշեմ, այսքան մարդը որոշում է, որ քանի որ ինձ ցած են վճարում, ես կարող եմ վատ աշխատել, դա ինձ իրավունք է տալիս վատ աշխատելու, դա երկ չի։ Որովհետև դրանով մանավանդ եթե դու քրիստոնյա ես, դրանով դու խայտարակ ես անում Աստծուն։ Չէ՞ որ դու կոնտրակտ ես կապում քո գործատուի հետ։ Եվ այդ կոնտրակտում գրած է, որ այս աշխատավարձի դիմաց դու մատուցելու ես այս ծառայությունները։ Դու ստորագրել ես դա։ Եվ երկնքում տեսել եմ, որ դու ստորագրել ես։ Բայց հետագայում դու որոշում ես, որ չէ, դու լավ չես անելու, ազնիվ ձևով չես անելու քո գործը, կամ նույնիսկ գողանալու ես այդտեղից, որտեղ համարում ես, որ քեզ սովետական միության ժամանակ մենք գիտենք, շատ այդպիսի բաներ, գործի տեղից շատ էին գողանում, որտեղ համարում էին, որ աշխատավարձով հնարավոր չի ապրել եւ նման բաներ էին անում։ Դա երկ չի։ Վաղը մյուս օրը մենք Աստծուն պատասխան ենք տալու մեր արարքների համար։ Այդ մարդն էլ է պատասխան տալու, որ չափազանց է գնահատել մեր ժամանակը կամ մեր ուժերը, մեր մատուցած ծառայությունները, բայց մենք էլ պատասխան ենք տալու, որ մենք խայտարակել ենք Աստծո անունը վատ գործ անելով։ Եվ այստեղ Պողոսը խորհուրդ է տալի, որ արեք այնպես, կարծես Աստծո համար եք անում, այսինքն լավ արեք ձեր գործը, եւ Աստված կտեսնի եւ ձեզ կօրհնի։ Սա իմ կյանքում իրականացել է։ Կապ չունի քիչ աշխատավարձով, շատ աշխատավարձով, շատ մարդիկ անում են իրենց լավագույնը եւ հետո ստանում են իրենց պարգևը։ Եթե մարդուց էլ տվյալ գործատուից էլ չստանան, Աստծուց կստանան կամ մի այլ գործատուից, որը տեսնելով այդ լավ աշխատանքը կհրավիրի եւ ավելի լավ աշխատավարձ իրեն կառաջարկի։ Այսինքն Աստծո օրենքը խախտելը դա վիճակից ելնել չէ։ Ճիշտ ձևով ելնել չէ։ Ճիշտ ձևը այս է, որ գրում է Պողոս առաքյալը, եւ խորհուրդ է տալիս, որտեղ մենք ամեն մեկս անհատական պատասխան ենք տալու Աստծո առաջ։ Եթե կոպիտ օրինակ բերեմ, եթե ասենք թե հավաքարար է մարդ, հիվանդանոցը մաքրում է, նրան շատ ցածր աշխատավարձ են տալի եւ ինքը որոշում է, որ ինքը իրավունք ունի վատ մաքրելու։ Եվ շատ վատ է մաքրում, եւ հիվանդը, որ ընդհանրապես կապ չուներ այս աշխատավարձի հետ, ինչ որ վարակ է ստանում այդ վատ մաքրելու պատճառով։ Կամ թեկուզ գործիքները, երբ որ դնում են, որ ախտաձերծեն, լավ չեն ախտաձերծում եւ հետո հիվանդը տուժում է։ Եվ այսպիսի բազմազան օրինակներ կարելի է բերել։ Ուրեմն դու ինչ կատարվեց քո մեղքի պատճառով, քո լավ արած գործի, լավ չարված գործի պատճառով տուժեց ուրիշը։ Եվ Աստված դա տեսավ, եւ մենք պատասխան ենք տալու դրա համար Աստծո առաջ։
Վերջի վերջո ասված մարդու անկումը տեղի ունեցավ այն պատճառով, որ մարդը չուզեցավ պատասխանատու լինել, պատասխանատվություն վերցնել։ Եվ հիմա ասված ուզում է մեզ վերադարձնել այն իրավիճակին, որ մենք դառնանք պատասխանատու մարդիկ։ Մենք պատասխան տանք մեր արարքների, մեր ասվածների եւ մեր ամեն քայլի համար։ Դա է իրական հասուն մարդու կարգավիճակը, այսպես ասենք։ Եվ Պողոսը քրիստոնյա ծառաներին խնդրում է հնազանդվել իրենց տերերին, սրտանց եւ գերազանց ծառայություն մատուցելով եւ գրում է, թե ինչպես հարկավոր է ծառայել։ Նրանք չպետք է իրենց տիրոջը դնեն Քրիստոսի տեղում եւ որպես Աստված ծառայեն այդ մարդուն։ Նրան մատուցելով այն հավատարմությունը, որին արժանի է միայն Քրիստոսը։ Նրանք պետք է պարտավորություններն այնպես կատարեն ու այնքան հավատարիմ լինեն, ասես ծառայում են Քրիստոսին, ոչ թե իրենց տիրոջը։ Այս բանաձևը խրախուսելով Պողոսն առաջարկում է տիրոջ եւ ծառայի փոխհարաբերությունների վերափոխված քրիստոնեական ըմբռնում։ Ուշադրություն դարձրեք, թե ինչպես է Պողոսը նրանց խրախուսում կիրառել այդ բանաձևը։ Նրանց տերերի կարգավիճակը Պողոսն իջեցնում է մինչև մարմնավոր տերերի, մատնացույց անելով իրական եւ երկնային տիրոջը։ Նրանք պետք է ծառայեն վախով ու դողալով ձեր սրտի անկեղծությամբ, ինչպես Քրիստոսին։ Պողոսը հստակորեն նշում է, որ քրիստոնյա ծառաները պետք է իրական ծառայություն մատուցեն ոչ թե որպես իրենց տերերի ծառաներ, այլ որպես Քրիստոսի ծառաներ։ Իրենց ծառայությունը կատարելիս նրանք պետք է սրտանց կատարեն Աստծո կամքը, որտեղ Աստված հիմա ձեզ դրել է այդ կարգավիճակում, ուրեմն բարի եղեք, հավատարիմ եղեք Աստծո տված, եթե հասունանաք, Աստված ձեր կարգավիճակը կփոխի։ Մատուցելով սրտաբուխ ծառայություն ուղղված Աստծուն։ Պողոսը դրական շարժարիտներից բխող ծառայության կոչ է անում, որը մատուցվում է Տիրոջը եւ ոչ թե մարդկանց։ Իրենց սրտաբուխ ծառայության համար քրիստոնյա ծառաները կարող են Քրիստոսից ակնկալել լիարժեք վարձատրություն, երբ նա վերադառնա։ Եվ նույնիսկ ինչե վերադառնալը Աստված հատուցում է։ Ես իմ եւ մեր ընտանիքի կյանքից ելնելով կարող եմ դա ասել։ Աստված տեսում է մեր ծանր աշխատանքը եւ հատուցում է միանգամից, չէ, բայց քիչ-քիչ կամաց, երբ որ մենք արդեն պատրաստ ենք այդ հատուցումը օգտագործել որպես օրհնություն մեր կյանքում, այլ ոչ թե որպես անեծք թե մեր, թե ուրիշների համար։ Մարդը պետք է հասունանա մինչև դա։ Եվ խոսքը նրանց մասին չի, որ մի օրում խաբեությամբ հարստանում են, մի օրում, մի ամսում կամ մի տարի մասին, որ խաբեությամբ են հարստանում։ Բոլորին խոսքը այդ մասին չէ, դա անեծք է տեղով եւ բարիք չի բերում ոչ այդ հարստացողին, ոչ էլ իր շրջապատողներին։ Խոսքը գնում է նորմալ ազնիվ աշխատող մարդկանց մասին, ովքեր իրենց քրտինքով են վաստակում իրենց փողը, եւ թող համոզված եղեք, որ Աստված տեսնում է դա եւ անպայման կհատուցի ձեր այս երկրային կյանքի ընթացքում։ Հիշենք Հակոբի օրինակը, որ Լաբանը իր աները իրեն ձրի ծառայեցրեց որպես դրուկ 14 տարի 7 տարի մի աղջկա համար, 7 տարի մյուս աղջկա համար եւ հետո էլի ուզում է շարունակել ձրի ծառայեցնել, բայց Աստված միջամտեց եւ որոշ ձևով կարճ ժամանակից Հակոբը դարավ շատ հարուստ մարդ, որտեղ Աստված օրհնեց նրա գործը։ Եվ հետո էլ հետագայում թույլ չտվեց Լաբանին, որ նեղացնի նրան, նրա ձեռքից առնի այդ ունեցվածքը կամ մի ձևով խաբի Հակոբին, հետ բերի։ Ոչ, Աստված ըստ արժանավուն տեսավ Հակոբի ծանր ծառայությունը եւ ըստ արժանավուն գնահատեց այն եւ համոզված եղեք, որ Աստված այսօր տեսնում է ձեր ծանր ծառայությունը։ Եթե ձեր մարմնային տերերը, գործատուները չեն գնահատում, Աստված է գնահատում։ Եվ հիշենք այն փոքրիկ աղջնակին, որ Իսրայելից ծառա էր մեծ բարձր զինվորականի տանը եւ
խորհուրդ տվեց, որ այդ զինվորական որ գորոտությամբ հիվանդ էր եւ ամբուժել էր հիվանդությունը, ասեց, գիտեք, Իսրայելում կա մարգարե եւ նա կբուժի, Աստծո մարդ է եւ նա կբուժի։ Եվ հետաքրքիր է, որ լսեցին այդ աղջկան, չասեցին, փոքրիկ աղջնակ է, ինչ է խոսում, դա հնարավոր չի, անբուժելի հիվանդություն է, ինչի լսեցին այդ փոքրիկ աղջկան, որտեվ այդ փոքրիկ աղջնակը շատ սիրով էր իրենց ծառայում, եւ լսեցին եւ գնաց եւ բուժվեց այդ մարդը, այսքան այդ երեխան բարիք էր անում, եւ Աստծո մարգարեն էլ, Աստծո մարդն էլ տարբերություն չդրեց, չասեց, չէ, դու Իսրայելի դեմ կռվել ես, գերես տարել իսրայելացիներին իրանց մեծագույն զինվորականն ես, ես չեմ բուժի քեզ, ըստ իր հավատի ասեց, գնա, մտի գետի մեջ եւ կբուժվես, որտեվ իր հավատով այս մարդը եկել էր եւ այդ մարդը դարձի եկավ, սկսեց պաշտել ճշմարիտ Աստծուն։ Ուրեմն թող այս օրինակները դաջվեն մեր մտքում եւ մենք հիշենք, որ թեև նույնիսկ եթե մեր մարմնավոր գործատում չի գնահատում մեր աշխատանքը, Աստված հաստատ գնահատում է։ Եվ վաղ թե ուշ կօժնի ձեր ծախսված էներգիան, ժամանակ, ուժերը, կօժնի այն ժամանակ, երբ որ դուք արդեն պատրաստ կլինեք իր օրհնությունը ընդունելու։ Նրանք արել են իրենց աշխատանքը նրա համար եւ կարող են վարձատրություն ակնկալել իրենց նրանից, հենց նրանից։ Այսինքն իրականում մեր գործատուն Աստված է, հիմնականը։ Եվ կարևոր չի թե մենք այս աշխարհի վրա ինչ գործ ենք արել, այլ կարևոր է թե ինչպես ենք արել, որտեղ ըստ դրա մեզ վարձահատույց կլինի Աստված։ Եվ կարևոր չէ թե այս 50, 60, 70, 80, 100 տարում ինչպես ենք մենք ապրել այստեղ, այլ կարևորը եթե մենք հավատարիմ լինենք մեր գործի մեջ այստեղ եւ սիրով անենք մեր գործը, ինչ գործ էլ որ դա լինի, մենք հավիտյան ապրելու ենք այնպիսի երկրում, որտեղ ոչ կեղտոտություն կա, ոչ պետք է մաքրել այնտեղ, որտեղ միշտ շնորհակալություն է, որտեղ մեղք չկա, այս կեղտոտությունը, այս ամեն ինչը մեղքի արդյունք է։ Եվ այս դասերի բաժանումը, այդ ամեն ինչը մեղքի արդյունք է, չկա ցածր կամ բարձր դաս, այդ մարդիկ են իրենց ուղեղում ստեղծել, երբ որ աշխատողը գալիս է քոտուն, որպեսզի մաքրի օգնի քեզ, նա քո օգնականն է, ոչ թե քո ծառան, ոչ թե քո ստրուկը, նա քո օգնականն է, դու պիտի Աստծուց շնորհակալ լինես, որ այս մարդը ժամանակ ունի եւ ուժ ունի, որ գա օգնի քեզ քոտունը մաքրի կամ ճաշեփի կամ չգիտեմ ինչ անի։ Այսինքն պետք չէ գցնել պաշտոնավոր մարդու առաջ, իսկ մի ուրիշին, որ ավելի ցածր է, նսեմացնել, ստորացնել։ Չի կարելի։ Մարդուն գնահատեք եւ հարգեք ոչ թե իր պաշտոնի համար կամ իր գիտելիքների համար կամ չգիտեմ ինչի համար, այլ իր ազնվության համար, իր սիրալիրության համար, իր պատրաստակամության համար, այսինքն այն պտուղների, Սուրբ Հոգու պտուղների համար, որ այդ մարդը ունի, եւ կապ չունի այդ մարդը ինչ դիրքում է, չկա ցածր ու բարձր դիրք, կա լավ մասնագետ, կա լավ աշխատող եւ կա վատ աշխատող, վատ մասնագետ, եւ Աստված հաստատ կպահանջի մեզանից, թե մենք ինչպիսի մասնագետ ենք եղել։ Ուրեմն ծառան կարող է իրեն չգնահատված գալ երկրային տիրոջ կողմից, հավատացյալ ծառան սակայն ունի Տեր, ով ուշադիր է եւ նկատում է ինչ բարիք որ անի ծառան եւ նրան տալիս է երաշխավորված վարձատրություն։ Այսքան ձեր գործին նայեք որպես բարիք անելու հնարավորության, այլ ոչ թե եթե ձեր գործատուն նայում է ձեզ վերևից եւ համարում է ձեր աշխատանքը ոչ կարևոր կամ ցածր,
ապացուցեք ձեր գործատուին, որ ոչ, ձեր աշխատանքը շատ կարևոր է եւ բարձր է եւ հավասարազոր է իր աշխատանքի։ Ամեն մեկը իր գործն է անում, հարգենք իրար գործերը եւ գնահատենք այդ գործերը եւ իրար։ Որքան էլ մենք ցանկանայինք, որ Սուրբ Գիրքը բացահայտորեն դատապարտեր այս սարսափելի պրակտիկան, դա այդպես չէ։ Այդուհանդերձ այս համատեքստում ինչ սկզբունքներ կարող են քաղել Պողոսի խոսքերից այն մասին, թե ինչպես պետք է վերաբերվենք այն մարդկանց, ում հետ աշխատում ենք։ Ուրեմն հիշենք, խաբելը գործատուին կամ անազնիվ աշխատելը դա ելք չի։ Աստված դա տեսնում է եւ վերջի վերջով այդ գործատուն էլ կտեսնի, գործից կհանի եւ այդ երկու կոպեկից էլ կզրկվեք։ Բայց եթե դուք լավ եք անում ձեր գործը, նույնիսկ չար գործատուն Աստված կարող է այնքան շարժել եւ փափկացնել այդ մարդու սիրտը, այնքան գոհացնել այդ մարդուն, որ ինքը կարող է ձեր աշխատավարձը բարձրացնել եւ շատ գնահատել ձեր գործը։ Եվ վերջապես վերջին համարը այսօրվա, որ վերաբերվում է գործատուներին կամ ստրկատերերին, այսպես ասեմ, եւ դուք տերեր նույն արեք նրանց սպառնալիքը թողնելով, իմացեք, որ թե նրանք, թե դուք երկնքում տեր ունեք եւ նրա առաջ կողմնակալություն չկա։ Այսինքն Պողոսը չի ասում լավ եք անում, որ ճնշում եք ձեր ստրուկներին կամ ծառաներին կամ աշխատողներին, չէ։ Ասում է Աստվածավախ եղեք։ Իմացեք, որ ձեր աշխատողները այնտեղ երկնքում Հայր ունեն, Աստված ունեն։ Եվ այդ համարը, որ ասում է ձեր մշակների աղաղակը հասավ երկինք, որոնց դուք չեք վարձատրել, ինչպես որ պետք է։ Եվ այդ մարդիկ, իմիջայլոց այդ գործատուներ իրանց այնքան խելացի են, կարծում, որ իրանք կարողանում են խաբել մարդկանց եւ օգտագործել իրենց, բայց դրա փոխարեն շատ քիչ վճարել կամ ընդհանրապես չվճարել եւ նույնիսկ գլուխ են գովում, կարծում են դա հանճար են իրանք, որ այտենց վատ բաներ են անում։ Ոչ, դուք սովորական սրիկա եք, այդքան բան։ Դուք հանճար չեք, ոչ էլ խելացի եք, դուք ընդհանրապես անխիղճ մարդ եք, որ մարդու ժամանակը օգտագործում է, նրա ուժերը օգտագործում է, կապ չունի մտավոր, թե ֆիզիկական, եւ դրան համարժեք չեք վճարում նրան։ Նրանք ունեն Աստված երկնքում, որը անպայման կփոխհատուցի ձեզ ըստ ձեր արածի եւ ըստ ձեր սրտի։ Ավելի լավ է ապաշխարեք եւ փոխեք ձեր ճանապարհները եւ հոգ տանեք ձեր գործավորների մասին, ամեն ձևով, որպեսզի նրանք նույնիսկ չմտածեն գողանալու մասին իրենց աշխատավայրից, նույնիսկ չմտածեն իրենց գործանազնիվ անելու մասին, այլ ձեր սերը իրենց հանդեպ տեսնելով մեծ սիրով հետադարձ ծառայեն ձեզ եւ ձեր փողերը ավելի կշատանան եւ օրինակներ կարող են բերել, օրինակ Ճապոնիայում շատ լավ են վերաբերվում իրանց գործավորներին, նույնիսկ ստիպում են, որ որոշ ժամանակ քնեն, հանգստանան։ Իսպանիայում շատ երկար հանգիստ են տալիս օրվա մեջ աշխատողներին, բայց ամերիկացի բիզնեսմենները, որ ֆիլիալներ են բացում, ասենք Չինաստանում կամ այլ այսպես կոչված զարգացող երկրներում, շատ ցածր աշխատավարձ են տալի եւ շատ վատ պայմաններում են պահում այդ գործավորներին, շատ վատ։ Առավոտից իրիկուն աշխատում են, շատ քիչ աշխատավարձ են ստանում, ստրուկներից բեթար եւ քնում են մի հատ կոյկա են իրանց տալի, մի հատ փոքր անկողին, որտեղ քնում են եւ նույնիսկ չի այդտեղ ոչ մի թարմոտ չի գալի, նույնիսկ կոնդիցիոներ չկա, որ օդը փոխի։ Այսինքն շատ սարսափելի վիճակում են ապրում եւ նույնիսկ կան դեպքեր, որ
մարդկանց հագցնում են պամպերս, որ մարդը ժամանակ չծախսի գնաց դուքան, այսքան ամբողջ օրվա մեջ չի շարժում, սա բետար է, քան թե այդ առաջին դարի ստրկությունը, քան թե Ամերիկայի Միացյալ Նահանգների անցած դարերի ստրկությունը, սա ահավոր է, սա չլսված մի բան է, եւ մարդիկ ստիպված այտենց ապրում են, սա սարսափելի է, եւ անպայման այս մարդիկ պատասխան են տալու այդ ձևով վերաբերվելով այդ խեղճ մարդկանց, որ ի վիճակի չեն իրենց իրավունքները պաշտպանել, բայց էլի ապստամբությունը ելք չի, ելքը նա է, որ կրթված մարդիկ օգնեն, ինչպես օգնեցին Ամերիկայում վերանա այդ երևույթը, պայքարեցին, որ գործավորները ոչ թե ապստամբությունային, այլ պայքարեցին օրինական ուղիներով եւ ստացան շատ իրավունքներ գործավորների համար։ Սա է իրական այսքան ճիշտ ձևը մարդկանց օգնելու, այլ ոչ թե հրահարելու, հելեք սպանեք իրար, այս արեք, այն արեք եւ այլն, ոչ։ Իրավական ձևը ավելի ճիշտ է, ուղղակի պետք են ազնիվ մարդիկ, ովքեր ազնիվ ավելի շատ իրավաբաններ, ովքեր օրենքից գլուխ հանում են եւ ովքեր կարող են դա պահանջել եւ հասնել դրան։ Ինչպես եղավ, էլի ասում եմ, Միացյալ Նահանգներում շատ սպիտակ եւ ոչ սպիտակ խելացի եւ կրթված մարդիկ օգնեցին, որպեսզի վերանա ստրկատիրությունը, իհարկե շատ զոհեր խլեց, այդ պատերազմն էլ հենց այդ պատճառով եղավ, քաղաքացիական պատերազմը Միացյալ Նահանգներում, բայց ի վերջո հաղթեց Հյուսիսը, որը դեմ էր ստրկատիրության, եւ հարավը պարտվեց, որը կողմ էր ստրկատիրության։ Իհարկե Լինկոլնը, որ դեմ էր ստրկատիրության, թանկ վճարեց, իրեն սպանեցին այս ազատագրման համար, բայց ինքը ունի իր Աստծո օրհնությունը պահված երկնքում, եւ երբ որ նա վեր կենա գերեզմանից, ինքը կստանա իր օրհնությունը, իր փոխհատուցումը Աստծուց, որ այդքան մեծագույն գործ արեց եւ ազատություն բերեց այդ ստրկատիրությունից, եւ շատ մարդիկ սկզբում հարավը ավելի ուժեղ էր, քան թե Հյուսիսը, բայց այնքան տևեց այդ պատերազմը, մինչև Հյուսիսը ուժեղանա եւ Հյուսիսը հաղթի, որպեսզի ստրկատիրությունը վերանա Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Իհարկե հիմա էլ կա, գիտեք, ցավով եմ ասում, չեմ ուզում ազգությունը նշել, բայց այս երկրում որտեղ գործավորների իրավունքները Ամերիկայում պահպանված են, մարդը գալիս է եւ սկզբում լեգալ չի լինում, այսինքն օրինական չի լինում եւ օգտվում են եւ կոպեկներ են տալիս այդ մարդուն կամ աշխատացնում փող չեն տալի, դա խայտարակություն է, իրենց իսկ ազգության ներկայացուցիչին ահավոր ձևի այդպես վերաբերվում են եւ չեն ասում, որ այս մարդը եկել է այդ մի կտոր հացը վաստակի, որ օգնի իր հայրենիքում գտնվող իր ազգականներին եւ այդպես վատ են վերաբերվում իրենց հայրենակիցներին, ինչ անուն տան ես դրան չգիտեմ, բայց այդ սարսափելի ստրկատիրությունը գոյություն ունի, ցավալի է եւ շատ եմ լսել, որ աշխատացնում են եւ փողը չեն տալիս, ինչա որ օրինական գրանցված չի այդ մարդը, ուրեմն ծառաներին ուղված Պողոսի վերջին խոսքերում ծառա թե ազատ բառը վերաբերվում է ստրկատերերին, որը նրան թույլ է տալիս անցում կատարել նրանց ուղված խորհուրդներին, պատկերացնելով ծառաներին եւ նրանց տերերին դատաստանի ժամանակ Քրիստոսի առջև հավասար դիրքերում կանած։ Այսինքն դուք ասում եք, մենք քրիստոնյա ենք, միասին մասնակցում եք Աստծո երկրպագությանը, եւ եթե այդպես է, եւ դուք եղբայրներ ու քույրեր եք Քրիստոսում, ուրեմն բարի եղեք, իրար հանդեպ բարի եղեք, տերերը ծառաների հանդեպ եւ ծառաները իրանց տերերի հանդեպ, որպեսզի սիրեն եւ հարգեն միմյանց, այլ ոչ թե անիծեն, ատեն եւ վատություն անեն իրար։
Պողոսը ընդգծված հորդորով է դիմում ստրկատերերին, ինչնի ցույց է դնում սուր հակադրություն տերերի, հունարեն հոյ կուրիո թարգմանաբար տերեր, որոնք սովորություն ունեն սպառնալ իրենց ծառաներին, որովհետև տգետեն չեն հասկանում, որ դա էլ աշխատանք է և պետք է հարգել այդ աշխատանքը, այլ ոչ թե վերևից նայել և համարել, որ դա մարդ չի։ Եվ տիրոջ հոգ Կյուրիոս, այսինքն Քրիստոսի միջև, որի առաջ կողմնակալություն չկա։ Պողոսը տերերին խնդրում է նույնը անել իրենց ծառաներին, ինչը ցնցող մոտեցում կլիներ առաջին դարի ստրկատիրոջ համար։ Տերերը պետք է իրենց ծառաների հետ վարվեն բարությամբ, առաջնորդվելով Քրիստոսի հանդեպ իրենց հավատարմությամբ, համապատասխան նրան, ինչ Պողոսը խնդրում է ծառաներից։ Նա խնդրում է տերերին դադարել սպառնալ իրենց ծառաներին, այն ժամանակների համար սովորական երևույթ, երբ տերերը կիրառում էին տարատեսակ պատիժներ, այդ թվում ծեծ, սեռական բռնություն, վաճառք և բաժանություն սիրելիներից, դաժանագիր աշխատանք, սովամահություն, կապանքներ, խարանում և նույնիսկ մահ։ Ցավոք, այդ բոլորը այսօր էլ կա, այսօր գողանում են երեխաներին, որոնց ծնողները անհոգ են, և տանում ստրուկ են սարքում այդ երեխաներին, և սեռական ստրուկներ, և այլ ձևի ստրուկներ։ Եվ Աստված այդ բոլորը տենում է, թող Աստված շատ հանի այդ մարդկանց, ովքեր կօգնեն ազատագրել այդ խեղճ երեխաներին։ Որպես իր հրահանգների հիմնավորում Պողոսը ներկայացնում է երկու միտք, որոնք կոչ են անում ստրկատերերին նայել հունահռոմեական աշխարհի սոցիալական կառույցներից անդին։ Նրանք և նրանց ենթադրյալ ծառաները մեկ տիրոջ ծառաներ են։ Իմացեք, որ թե նրանք, թե դուք երկնքում մեկ Տեր ունեք։ Երկնային Տերը բոլորին դատում է առանց կողմնակալության, քանի որ իրենց Տերը վերաբերվում է ծառաներին մյուսների հետ հավասար, նրանք պետք է նույն անեն։ Այսինքն, մեր համար օրինակ պետք է ոչ թե լինի, եթե ես գործատեր եմ, ոչ թե պետք է լինի մյուս գործատերը, բոլորը տենց դամ, ես էլ եմ տենց ամ, ինչքան կարամ կխաբեմ, շատ փող կվաստակեմ, ոչ թե կվատի վաստակել չի, երբ որ խաբում ես ուրիշին և դա հավատացած եղեք, Աստված դա տենում է և ձեր կյանքում էլ կդրսևորվի դրա արդյունքները։ Եթե դու կոչվում ես քրիստոնյա ես, դու չպիտի ասես, ես սենց ամ, ես էլ պիտի սենց անեմ, ոչ, վարի եղիր, հետևիր Աստվածաշնչի խորհուրդներին և հարգալից եղիր քո գործավորների հանդեպ և նրանց մասին լավ հոգ տար։ Եվ Աստված օրհնելով կօրհնի քեզ դրա համար։ Նաև խոսքը վերաբերվում է շուկայում վաճառողներին կամ խանութներ ունեցողներին, ովքեր միանգամից արժեքները էնի բարձրացնում է, ես էլ կբարձրացնեմ, էնի ինչքան կարամ profit անեմ, այդ profit հայերեն ոնց էր, ինչքան կարամ օգուտ ստանամ, չէ, ձևը տենց չի։ Ուրիշների դժբախտության վրայով օգուտ ստանալը ձեզ չի բերի օրհնություն, չի կարելի, դուք պիտի ձեր ունեցվածքով օրհնություն լինեք ուրիշների համար, այլ ոչ թե ուրիշներին դնեք վատ դրության մեջ, ինչավոր շատ օգուտ ստանաք։ Դա ոչ մի լավ բանի չի բերում, ոչ հասարակությանը, ոչ անհատ մարդկանց։ Եփեսացիներին ուղղված թղթում Պողոսն օգտագործում է այնպիսի բառապաշար, որը հատկապես ոգևորիչ է քրիստոնյա ծառաների համար, որդեգրում որպես որդիներ, փրկություն, ժառանգություն, Հիսուսի հետ գահակալում, Աստծո տան անդամներ և սրբերի համաքաղաքացիներ դառնալ և Քրիստոսի մարմնի անբաժանելի մասեր։ Եփեսացիներին ուղղված նամակում 6-րդ գլխի 5-9 համարները նամակի ողջ ուսմունքը տարածում են ծառաների և տերերի հարաբերությունների վրա ներառյալ խոսքի և սեռական էթիկայի մասին խորհուրդը։ Ուրեմն, ամփոփելով ասենք, որ Պողոսի հարգանքը երեխաների հանդեպ որպես հավատակիցների մեծացնում է մեր մտահոգությունը ժամանակակից աշխարհում երեխաների հանդեպ վերաբերմունքի վերաբերյալ, էլի կրկնենք, որ պետք չէ լինել երեխաների ստրուկ և պետք չէ երեխաներին ստրուկ սարքել ձեր համար։
Հայրերին ուղղված է նրա խոսքը, մեզ կոչ է անում մտածելու ծնողական պարտականությունների մասին։ Պողոսի խորհուրդը ծառաների վերաբերյալ ավելի դժվար է կիրառել, քանի որ մեր սոցիալական միջավայրը խիստ տարբեր է։ Դե այս մարդը Ամերիկայում ապրում, այս գրողը դրա համար է ասում, բայց շատ երկրներում սրանից բետար սրկադրություն կա, ինչպես նշեցի արդեն, զարգացող երկրներում, Չինաստանում եւ շատ տեղերում սարսափելի վիճակ է։ Դա թե բարոյական, թե ֆիզիկական չարիք է։ Եվ Պողոսը մարդկանց խղճի վրա ազդելով փորձում է լուծել այս հարցը, որտեղ հոգևոր առաջնորդը չի կարող ստիպել մարդուն, այլ միայն խորհուրդ տալ եւ քաջալերել ճիշտ ապրելու։ Ստիպելու հարցը դա արդեն գալիս է օրինական պետությանը, դա պետությունը պետք է այնպիսի օրենքներ հանի, որ պաշտպանի մարդու իրավունքները, սովորական մարդու իրավունքները, այլ ոչ թե գործիք դառնա գործատարերի ձեռքը, որ ավելի վատացնի գործավորների վիճակը։ Եվ եկեղեցի գնում են եւ գործատերերը, եւ գործավորները։ Եվ հոգևոր առաջնորդի խնդիրն է, որ այնպիսի խորհուրդներ տա եւ այնպիսի քարոզներ կարդա, որ թե գործատերի սիրտը շարժվի եւ լավ վերաբերվի իր աշխատողներին, թե աշխատողի սիրտը շարժվի եւ իր գործը անի մաքուր խղճով, այլ ոչ թե խաբելով կամ անտեսելով։ Առաջին դարի Եփեսոսի հավատացյալների հետ մեկտեղ մեզ տրված է արտոնություն եւ պատասխանատվություն կիրառելու ավետարանի արժեքները մեր հարաբերություններում։ Մենք ամեն մեկս պատասխան կտանք մեր համար։ Ստորև բերված, ուրեմն եւ վերջում օրինակ ամեն մեկս մեր համար պատասխան ենք տալու, թե ինչպես ես վերաբերվեցի այն մարդուն, այն աշխատավորին, ով եկավ իմ տունը մաքրելու, արդյոք որպես ինձ համահավասար, բայց իր գործը լավ անող մարդու հարգանքով եւ ճիշտ վճար տալով նրան, համապատասխան իր տանջանքին, այլ ոչ թե փորձելով խաբել։ Գիտեք, եթե մարդը հետևի Քրիստոսի խորհուրդներին, Աստվածաշնչի ուսմունքներին, եթե յուրաքանչյուր մարդ այդ հասարակության մեջ հետևի, կամ մեծամասնությունը գոնե, այդ հասարակությունը կլինի ծաղկող հասարակություն, այլ ոչ թե սարսափելի վիճակում գտնվող հասարակություն, որտեղ մարդիկ իրար անիծում են եւ ատում են։ Թող Աստված օրհնի մեզ, որպեսզի այս խոսքերը, որ մենք ուսումնասիրեցինք, գրվի ոչ միայն մեր ուղեղներում, այլ նաեւ մեր սրտերում, որ մենք անհատականորեն մեր կյանքում իրականացնենք դրանք։ Թող Աստված լինի մեզ հետ, մինչև մյուս շաբաթ, հաջողություն։